Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք ինչպես հաղորդման սկզբում խոստացանք, այսօր մեր հյուրերի հետ նաև խոսելու ենք հաղթանակների մասին, որովհետև Վրաստանում կայացած խոշոր միջազգային մրցաշարում Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի Style սպորտային բարերի ստուդիայի մարզուհիները եկել են հաղթանակներով եւ ոչ միայն Վրաստանից, ու հիմա մենք հնարավորություն ունենք լսելու նրանց։ Այսօրվա մեր հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի Style սպորտային բարերի ստուդիայի ղեկավար Նոնա Բաբաջանյանը եւ բարերի ստուդիայի Սան Լիլիթ Այվազյանը եւ Մարինա Մխիթարյանը։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ զարդարում եք մեր տաղավարը ձեր հաղթական գավաթներով ու մեդալներով։ Մի փոքր պատմենք նախ բարային ստուդիայի մասին եւ որպեսզի մեր հեռուստադիտողներն էլ իմանան, թե քանի տարվա գործունեություն եք ծավալում եւ ինչպիսի աշխատանքներ են իրականացվում այնտեղ։ Բարի լույս։ Մոտ 30 տարի ունենք մի մեծ երկար ուղի անցած եւ ի ուրախություն մեզ երեխաները զբաղվում են սպորտային, շատ գեղեցիկ սպորտային բարով, այդ սպորտաձևը յուրովի է, հետաքրքիր է, քանի որ եւ արվեստ է եւ սպորտ է, դժվար է, բայց ի ուրախություն մեզ սկսած 23 թվականից միջազգային ֆեդերացիան ընդունեց օրենք, որով մի նոր դիսցիպլինան ընդունեց սոլո, որտեղ մեր աղջիկները, արդեն եւ ոչ միայն մեր աշխարհի բոլոր աղջիկները հնարավորություն ունեցան ներկայանալ պրոֆեսիոնալ այդ սպորտաձևով։ Քանի որ միջ այդ դա զուգընկերոջ հետ պետք է ներկայանան եւ ինչպես ցանկացած սպորտաձևը մենք ունենք մեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական մրցաշարներ, գավաթներ եւ այս երեխաները սկսած 2023 թվականից մասնակցում էին բազմաթիվ Եվրոպայի մրցումներին, պատրաստվելով ամենաբարձր վարկանիշով մրցաշարին, որը տեղի է ունենում Շտուտգարտ քաղաքում, որտեղ մենք այս տարի ունեցանք շատ մեծ հաջողություն։ Կուզենայի իհարկե մի փոքրիկ պատմեի, որ միջ այդ ունեցել ենք մասնակցություն Իսպանիայում, Խորվաթիայում, Խորվաթիայից այս տարվա 25 տարվա մասին է խոսքը, ունեցել ենք հաղթական երկրորդ եւ երրորդ տեղեր, դրանից հետո մեկնել ենք Վրաստան, կրկին ունեցել ենք երկու հատ առաջի տեղ, պատրաստվում ենք Շտուտգարտ օգոստոս ամսվա մրցաշարին եւ մասնակցելով արդեն այնտեղ մի ուրախություն մեզ շատ մեծ արդյունք է Մարիա Մխիթարյան եւ Լիլիթ Այվազյան մեծ ձեռքբերում էր, քանի որ մտնելով ֆինալ, դա առաջի պատմության մեջ Հայաստանում հաղթանակ է, որ անգամ մտնելով ֆինալ լավագույն 6 մարզուհիների մեջ հավաքել է այնքան միավոր, որ վարկանիշը բարձրացել է աշխարհի 7-րդ, ստացել է աստղ, որը հնարավորություն է տալիս չպարել նախընտրական փուլ հաջողությունների ժամանակ, այո, բայց դա եղել է Շտուտգարտ քաղաքում 7-րդ, դրանից հետո վերադարձել ենք եւ մասնակցել ենք Իսպանիայում կրկին գրավել եւ երկու հատ առաջի տեղ եւ մի հատ երկրորդ եւ 5-րդ ունենք, ելի ունենք մարզումներ, որոնք որ այստեղ չեն այսօր եւ վերջին մրցաշարին դրանից հետո արդեն Հայաստանում նոյեմբեր ամսին կայանալ է մրցույթին կրկին երկու հատ առաջի տեղ, որը բերեց 4-րդ աշխարհի վարկանիշը 4-րդ տեղ։ Բրավո։ Իսկ ո՞պես հպարտանալու աղջիկներ ձեր եւ ձեր ընկերների կատարած աշխատանքը, նաեւ իհարկե մասնագետների, ուսուցիչների, պարուսույցների, որ դուք պատրաստել եք այնպիսի մարզուհիներ, որոնք կարող են փայլել եվրոպական բեմերում եւ ոչ միայն։ Բայց մի փոքր դուք էլ պատմեք, ինչպես ընտրեցիք սպորտային բարերի ճանապարհը։ Ինչու որոշեցիք հենց այս ուղղությամբ շարունակել։ Դե ի սկզբանե իմ մայրիկն էլ է բարել եւ մենք որոշեցինք, որ ես պետք է շարունակեմ եւ ինձ դա դուր է գալիս եւ լավ է ստացվում։ Իսկ դուք։ Ես գնացել եմ մայրիկիս ուղեկցությամբ եւ շատ ուրախ եմ, որ մայրիկս ինձ ուղեկցել է։
Մենք եւս շատ ուրախ ենք ձեր մայրիկների օգնության համար, որ օգնել են այդ որոշումը կայացնեք։ Իսկ այսպես որ հաղթելով գնում եք, առաջ տեղը զբաղեցնելով գնում եք, եթե հանկարծ ինչ-որ մի օր չհաղթեք, այդ զգացողությունը, այսինքն ես միշտ ուզել եմ հասկանամ, առաջի տեղ որ չես զբաղեցնում, երկրորդ տեղում ես դու լինում կամ երրորդ տեղում ես լինում, այդ զգացողությունը ինչպիսին է լինում, ավելի լավ է լինել երրորդ տեղում, թե լինել երկրորդ տեղում, ինչ կլինի դա։ Իրականում պետք չէ տխրել, այլ պետք է ավելի ոգևորվել եւ ձգտել ավելին։ Ինչ կասեք, Լիլիթ։ Պետք չի նեղվել երկրորդ տեղից, պետք է գնալ եւ աշխատել քեզ վրա, որ բիզնեսը ավելի լավ լինի։ Հիմա քանի որ մեզ հետևում են շատ ձեր հասակակիցներ կամ ավելի փոքր երեխաներ, որոնք ուզում են իրենց ճանապարհը սկսել, ինչպես պետք է տրամադրվեն։ Դուք ինչ փորձություններ եք հաղթահարել, ինչ դժվարություններ են եղել, որից դուք չեք հուսահատվել եւ արդյունքը հիմա տեսնում ենք մեդալների ու գավաթների տեսքով։ Իհարկե առաջին օրը հաղթանակներ չեն լինում որևէ աշխատանքում։ Պետք է լինել ստրեսաուստոյչիվի, ունենալ դիսցիպլինա, որպեսզի դու կարողանաս պարապել, պետք է հոգով ուժեղ լինել եւ նաեւ ֆիզիկապես։ Պետք է մարտունակ լինել, հաղթանակներին լավ լինել, չներվել պարտություններից, հոգեվիճակով լավ լինել եւ ֆիզիկապես։ Իսկ ո՞րն է եղել ամենատպավորված հաղթանակը ձեր կարիերայում։ Իմը Գերմանիայում Շտուտգարտ քաղաքում 6-րդ տեղ գրավել։ Ես չգիտեմ։ Չեք առանձնացնի, իսկ ամենալավ ելույթը ձեր ո՞րն է։ Գուցե չեք հաղթել, բայց ձեզ թվում է, որ դա ամենալավն է, ամենատպավորիչը ձեզ համար։ Բոլորն է տպավորիչ։ Բոլորը։ Իրականում շատ կարևոր է աշխատանքը եւ արդյունքը եւս բնականաբար գոհացնում է մասնագետներին, բայց այստեղ աշխատանքը դժվար է, որովհետեւ աշխատում եք ոչ թե հասուն կայացած մարդկանց հետ, որոնք գիտեն դժվարությունների մասին, այլ պատանիների, երեխաների, որոնք ամեն փոքրիկ դետալից անգամ կարող են հուսահատվել ու հուսալքվել։ Ինչպես եք պահում այդ ներքին էներգիան, որը կարծես կա աղջիկների մոտ եւ վստահ ենք նաեւ ողջ պարային խմբում, թիմում, ինչպես եք պատրաստվում այդ մարզումների միջոցով այդ մրցույթներին ու փառատոններին։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց տվեցիք երեխաներին ու իրականում դա շատ մեծ փորձ է, որը երեխաները անցնում են իրանց այդ ուղին կյանքի, միշտ կրկին ու կրկին կրկնում եմ, որ պիեդեստալի վրա գտնվում են մի րոպե, երկու րոպե, բայց այդ ճանապարհը, որ իրանք իրան դեպի պիեդեստալը, դա է ստեղծում իրանց անձնավորությունը, բնավորությունը, քանի որ իրականում ամեն հաղթանակը դա պատասխանատվություն է։ Եվ հիմա օրինակ հունվարից Մարիամ փոխում է իր տարիքային այդ հաղթանակները կատարվում են իրանց տարիքային խմբերում։ Փոխելով տարիքային ինքը գնում է ավելի մեծ տարիքային խումբ եւ այնտեղ կրկին պետք է հաստատեն Լիլիթինը մնում է եւս մի տարի եւ կրկին պետք է հաստատի իր լավագույն լինելը։ Միշտ չի որ հնարավոր է անմիջապես դա չստացվի եւ երևի դա փորձ է, որը որ պատրաստում է կյանքին, քանի որ երևի դա նաև մարզիչի աշխատանքը պատրաստել, բացատրել, որ ինչպես նաև կյանքում դու պետք է հաղթահարես, պարտադիր չի եւ հնարավոր չի միշտ հաղթական դուրս գալ։ Սպորտը հենց դա է իր իմաստը կրում ըստ ինձ, որ ոչ բոլորն են, որ պետք է դառնան աշխարհի չեմպիոն, բայց այդ դիսցիպլինան եւ մոտեցումը կյանքի հանդեպ չհուսահատվել, գնալ առաջ, լինել ուժեղ, ունենալ քո նպատակը։ Երևի սպորտի զուտ բուն իմաստը դա է եւ կարծում եմ իրանց մոտ անպայման դա կստացվի կհաջողվի, քանի որ իրականում անցնում են մի մեծ ճանապարհ, մի մեծ փորձ։ Իսկապես հիանալի ճանապարհ է, որն անցնում են մարզիկները, բայց կա արդյոք հնարավորություն, եթե որոշում են իրենց երեխաներին բերել հենց այս սպորտաձևին, հա, սպորտային պարերին, բայց ոչ թե մրցումների մասնակցելու համար, այլ սիրողական, որպեսզի երեխաները կարողանան հիանալի պարել, ինչպես տեսանք կադրում աղջիկները փայլում էին բեմում։ Կա այդ հնարավորությունը ձեզ մոտ։ Իհարկե կա, եւ երբ որ բերում են, մենք բոլորին հնարավորություն ենք տալիս, ընթացքում արդեն երևում է երեխայի տվյալները եւ բնավորությունը, երևի գործի կեսը դա բնավորությունը, պետք է շատ աշխատասեր լինեն, ճկուն լինեն, քանի որ բեմում այնպես չի, որ դու միշտ կարող ես պատրաստել երեխային, որ այս
տարբերակում այս ինչ որ մի բան կանես, իսկ բեմը այն տեղն է, որտեղ միշտ անսպասելի իրավիճակներն են ստեղծվում եւ անցնելով այդ ուղին արդեն ինստինկտիան էսպիսի մի հատ բան է ստացվում, որ այն ով որ այն բալիկը կամ ծնողը, ով որ ավելի զգում այդ հաջողությունը, այդ բարձունքը, այդ տվյալները նոր արդեն իրար հետ շարունակում ենք ավելի պրոֆեսիոնալ ուղին։ Պարտադիր չի իհարկե, որ բոլորը պրոֆեսիոնալ զբաղվեն։ Եվ հաղթանակներով վերադառնանք։ Իհարկե։ Շնորհակալ ենք Շնորհակալ ենք շատ։ եւ հաջողություն ենք մաղթում ձեզ, աղջիկներ, հատկապես քեզ, Մարիամ, որ հաջորդ տարի փոխելու ես քո տարիքային խումբը եւ հուսանք այնտեղ էլ հաջողությունները երկար սպասեցնել քեզ չեն տա ու մյուս աղջիկներին եւս շնորհավորում ենք հաղթանակների հետ կապված ու հուսանք, որ այդ հաղթանակները շարունակական կլինեն։ Մենք էլ միշտ սպասում ենք ձեզ մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք մենք եւս եւ շարժվենք առաջ։ Լսենք երաժշտություն ու վերադառնանք։